Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն այն համոզմանն է, որ հսկայական տարբերություն գոյություն ունի նախ եւ առաջ վրաց եւ հայ ժողովուրդների մտածելակերպի մեջ։ Վրաստանում ավելի համախմբված է հասարակությունը, ընդդիմանում է ու մինչեւ վերջ պայքարում փոփոխությունների համար։ Ըստ նրա Հայաստանում վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ պայքարում են դուրս գալիս հրապարակ, սակայն ընտրությունների օրը փողի ընտրություն է տեղի ունենում։ Օրինակի ինձ բոլորն ասում են հարգում ենք։ Մարդիկ պատիվ են տալիս, մարդիկ մոտենում են Կարապետյան ջան, ձեռք են սխմում, ցավը տանեմ, կուկենացն են խմում, չգիտեմ ինչ են անում։ Գալիս է ժամանակը ընտրելու, փողը վերցնում ընտրում ուրիշին։ Այսինքն փողն է դերը խաղում։ Փողն է դերը խաղում։ Մեզ վարակել են վիրուսով։ Վարակել է իշխանավորը։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ նախ մեծ տարբերություն գոյություն ունի հայաստանյան եւ վրաց ընդդիմադիր ուժերի միջեւ։ Հայաստանում ընդդիմությունը միասնական չէ, իսկ դա նշանակում է, որ այն ուժեղ չէ։ Այդ պատճառով էլ մեր երկրի ընդդիմադիրների մի քանի տարի անընդմեջ թմկահարած հեղափոխությունը 1 տարում իրականացվեց Վրաստանում։ Այստեղ խնդրեմ կա, մեզ մոտ ավելի մասնատված է ընդդիմությունը, բայց ես չի ասի, որ որակով, ասենք, մեր ընդդիմադիր գործիչները, ասենք, զիջում են։ Հարցը դրանում չի։ Այստեղ իմ կարծիքով շատ մեծ դեր է խաղում Վրաստանի դեպքում, այդ Վրաստանի դեպքում շատ մեծ դեր է խաղում, որ Վրաստանում եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը հստակ խնդիրներ են դնում։ Քաղաքագետի համար հասկանալի է, թե ինչու Հայաստանում այդ հաղթանակը չստացվեց։ Խնդիրն այստեղ միայն ժողովրդի միասնականության մեջ չէ, այլ ժողովրդական շարժումն առաջնորդողի։ Մեր երկրում փոփոխությունների համար պայքարող քաղաքացին այսօր կարելի ասել միայնակ է, կարծում է Ստեփան Գրիգորյանը։ Ժողովրդական կուսակցության նախագահը ընդդիմության պարակտվածության մեջ է տեսնում ամբողջ խնդիրը։ Տիգրան Կարապետյանը քայլեր արել է ընդդիմադիր միասնական ճակատ կազմելու համար, սակայն նրա գործը հաջողությամբ չի պսակվել։ Ես ուզում եի հանեի այդ վիճակից, արժանապատվությունը գար, Սևան տանեի, արժանը վայել տեղեր տանեի, եկեղեցիներ տանեի, հավատքը հետ գար։ Իրանք գողանում են, իրանք ունեն փող, իշխանությունը թալանում է, փող ունի մեշոկներով, պարծակառնի, իսկ բնակչությունը չի հասկանում մի բան, եթե քեզ փողով գնում են, դու գնվում ես, էլ ինչու պետք է քեզ սիրաշահեն։ Վրաստանի տեղը Եվրոպայում է, Վրաստանի անվտանգության համակարգը ՆԱՏՕ-ի հետ է կապված ու այդ դեպքում ինչ մասնատվածություն պետք է լինի։ Եթե համաձայն չեն վարվող քաղաքականության հետ իշխանության դեմ են դուրս գալի, ասում են մենք ավելի լավ կանենք այս նույն ճանապարհով գնալով, ավելի ճիշտ քայլեր կանեն, մեզ մոտ այդպես հստակ չի, ուր ենք մենք գնում, ինչ ենք մենք ուզում։ Հայաստանում նաև իշխանությունների գործելավոճն է տարբեր։ Մեր հարևան երկրում փոփոխությունների համար պայքարող ժողովրդին չեն ահաբեկում, ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ գործարքի չեն գնում իշխանությունների հետ, եզրափակեցին զրուցակիցներս։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալենյուս։